Դամասկոսի Սուրբ Եղիահույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 25 մարդ, 50-ից ավելին տուժել է։ Սիրիայի ներքին գործերի նախարարության տվյալով մահապարտահաբեկիչը իսլամական պետության անդամ է եղել։ Նա մտել է եկեղեցի, կրակ բացել, այնուհետև գործի դրել պայթուցիկ սարքը։ Ըստ Reuters-ի Բաշար Ասադի տապալումից հետո իսլամական պետությունը մի քանի անգամ փորձել է հարձակում իրականացնել Սիրիայի եկեղեցիների վրա։ Ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Ուկրաինայի տարածքը, հրթիռներով եւ անօդաչուներով համակցված հարված է հասցվել մայրաքաղաքին եւ Կիևի շրջանի այլ բնակավայրերի։ Բնակելի շենքեր, հիվանդանոցներ եւ այլ օբյեկտներ են վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Հարձակման է ենթարկվել Օդեսայի շրջանը, Կրամատորսկը, այնտեղ եւս կան զոհեր ու վիրավորներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով ռուսական կողմն արձակել է 352 ԱԹՍ, 11 բալիստիկ հրթիռ եւ 5 թևավոր հրթիռ։ Բարդ իրավիճակ է նաեւ մարտի դաշտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական զորքերը դեռ վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի շուրջ 90 քառակուսի կիլոմետր տարածք։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուրսկի մարզի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու մասին։ Հունգարիան եւ Սլովակիան Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ արգելափակել են հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով հակառակ դեպքում Եվրամիության երկրները, այդ թվում Հունգարիան եւ Սլովակիան, չէին կարողանա ռուսական բնական գազ եւ էժան հում նավթ գնել։ Բուդապեշտի ներկայացուցիչները նաեւ հասկացրել են, որ պատրաստ չեն աջակցել Ուկրաինային ֆինանսական կամ ռազմական օգնությանը։ Ավելի վաղ դիվանագետը նախազգուշացրել էր, եթե ի վերջո որոշում կայացվի հրաժարվել ռուսական էներգակիրներից, Հունգարիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի Մինսկ կատարած այցի ֆոնին հայտարարվել է, որ Բելարուսում ազատ է արձակվել 14 քաղբանտարկյալ, այդ թվում 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Սերգեյ Տիխանովսկին։ Նրանք մեղադրվում էին ծայրահեղական եւ ահաբեկչական գործողություններ կատարելու համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախաձեռնությունն իրականացվել է Դոնալդ Թրամփի խնդրանքով։ Քելոգի տեղակալ Ջոն Քոուլը հաստատել է այդ տեղեկությունը, նաեւ շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը գործակցության համար։ Վիլնյուսից հայտնում են, որ ազատ արձակված 14 անձանցից 5-ը բելարուսներ են, 1-ը շվեդ, 1-ը էստոնացի, 2-ը ճապոնացի, 2-ը լատվիացի եւ 3-ը լեհ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Բելարուսի մշտական ներկայացուցիչ Վալենտին Ռիբակովը, որը մասնակցել է Լուկաշենկո-Քելոգ հանդիպմանը, տեղեկացրել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունները կարգավորելու եւ Բելարուսի դեմ սահմանված պատժամիջոցները վերանայելու հեռանկարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։